Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս ազգային և ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արզումանյան, պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Վրաստանում է, որտեղ հանդիպել է այդ երկրի գործընկերոջ հետ եւ առանձնազրույցի այն այվ ընդլայնված կազմով քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը այսօր տեղեկացրեց, որ նաեւ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ նշեց, որ ներկայացրել է փոխգործակցության առաջնահերթությունները, հեռանկարները բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, բնականաբար անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում նաև այնտեղ համաժողովի ժամանակ Հայաստանի ազգային ժողովի նախագահը երբ որ ներկա էր Թուրքիայում խոսում էր Հայաստանի, Վրաստան, Ադրբեջան եւ այլնիսի առանցքների միանալու քննարկումների մասնակից լինելու մասին, ասում են որ որոշակի արդեն կոմունիկացիաներ կան, հա եւ այլն։ Այ Պապիկյանի այցով սկսենք Վրաստան եւ նաեւ այս բաղադրիչը Վրաստանը եւ Ադրբեջանը, այդ թվում նաեւ Թուրքիան երկար համագործակցության, այսպես ասենք, պատմություն ունեն, հա, Վրաստան այցով եւ որքանով կարող է Հայաստանը տեղավորվել նաեւ այդ ձևաչափում։ Առաջինը պետք է հիշել, չմոռանալ, մնալ իրականության մեջ եւ հիշել, որ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը ունեն ռազմական դաշինք, իրար դաշնակիցներ են։ Դա ձևավորված արդեն ուղղություն է, որտեղ Վրաստանը զբաղեցրել է իր տեղը, ելնելով իր ազգային շահերից։ Եվ Հայաստան եւ Վրաստանի հարաբերությունները ռազմական ոլորտում խիստ սահմանափակված են դառնում։ Այստեղ դու կարող ես ուղղակի կապեր հաստատել ռազմական դիվանագիտության ոլորտում, բայց մտածել, որ դու կարող ես ինչ-որ լուրջ հարաբերություններ կառուցես Վրաստանի հետ, այդ առումով պետք չէ ինչ-որ հույսեր պահել եւ շատ էներգիա թափել։ Մանավանդ այսօրվա Վրաստանի հետ, որը հանկարծակի ինձ համար փոխել էր դիրքորոշումը եւ հիմա փորձում է ավելի շուտ օրիենտացիան ոչ թե արևմուտքի վրա լինի, բայց Եվրասիայի վրա լինի, Ռուսաստանի, Թուրքիայի վրա։ Դրա համար այն ժամանակ եւ Վրաստանը ավելի շուտ պատրաստվում է եւ ուզում է Ռուսաստանի Դաշնության հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ ավտորիտար երկրների, ավտորիտար ռեժիմների հետ հարաբերություններ կառուցել, այդ պարագայում Հայաստանի համար, որը ժողովրդավարական ճանապարհ է ընտրել հասարակությունը եւ ազգը, ավելի շուտ տեսնում է իր եվրոպական երկրների ազգերի ընտանիքում, այստեղ մենք ունենում ենք հակասություններ այսօրվա Վրաստանի իշխանությունների հետ։ Դրա համար այո, պետք է գնալ, պետք է խոսել, բայց չմոռանալ, որ 2020 թվականի Վրաստանը փակել է կոմունիկացիաները, 2022-23 թվականի լարվածության ժամանակ ռազմական նույնջևի փակել է։ Դրա համար նորից կրկնեմ, պետք է գնալ, պետք է դիվանագիտությունը շարունակել, բայց շատ ջանք է, ռեսուրսներ եւ աստվածչանի սպասումներ ունենալ, որ դու կարող ես Վրաստանի հետ ունենալ հարաբերություններ ռազմական ուրիշ մակարդակի վրա, դա պետք չէ դրանով խաբվել։ Շատ լավ, այստեղ մի ճշտող հարց էլի, պարոն Արզումանյան, երբ խոսում ենք ռազմական հարաբերությունների մասին, առաջին հերթին դե բնականաբար մեր պատկերացումը այդ զենք զինամթերք տենց բաներն են, չէ՞ գալիս առաջին հերթին, սովորաբար երբ լսում ենք ռազմական համագործակցության մասին։ Ու երբ որ դուք ասում եք պետք չէ այդքան ջանք եւ էներգիա օրինակ ներդնել այդ իմաստով Վրաստանի ուղղությամբ, հարցը կանում է հետեւյալում։ Եթե մենք ձգտում ենք ժողովրդավարական երկրների, այսպես ասած, ակումբում եւ ոչ այս եվրասիական տրամաբանության մեջ, ռազմական համագործակցություն Վրաստանի հետ ինչպես կարող է տեղի ունենալ, հա, որովհետև նաև տրամաբանությունը հուշում է, եթե կարող ենք Վրաստանից ինչ-որ բան ունենալ, թող ունենանք, կարող ենք Ռուսաստանից էլ ունենալ ինչ-որ բան, թող էլի ունենանք, եվրոպական երկրներից ունենանք, էլի լավ, Միացյալ Նահանգներից,
Նկատի ունեմ ռազմական համագործակցությունը ասելով ենք ինչ ենք հասկանում, որ այստեղ քաղաքական ընտրությունը լինել ժողովրդավարների հետ թե եվրասիական ակումբում դոմինանտ է դառնում։ Ժրայր չեմ կարծում, որ մենք կարող ենք թույլ տալ մեզ խոսել այն մակարդակի վրա եւ ռազմական հարաբերությունները հասնենք միայն զենքի տեղափոխման, լոգիստիկայի հարցի։ Մեր զրույցում ես կարծում եմ իրավունք չունենք այդքան սահմանափակել եւ նսեմացնել ռազմական հարաբերությունների հասկացողությունը։ Երբ ես քեզ հետ եմ խոսում, ոչ թե ուրիշների հետ ներեցեք, որտեղ կայացած ժուրնալիստ եք, ես հասկանում եմ, որ ռազմական հարաբերությունները մենք պիտի հիշենք, որ ռազմական գործողությունները, ռազմական ոլորտը, պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է ուրիշ մեթոդներով։ Դա կլասիկա է եւ աքսիոմա է։ Դու իրավունք չունես ռազմական հարաբերությունները տարանջատես քաղաքական հարաբերություններից։ Իսկ Վրաստանի այսօրվա քաղաքական հարաբերությունները ավելի սրտորեն են ավտորիտար ռեժիմների հետ։ Բայց դա չի նշանակում, որ դու չպիտի ունենաս քաղաքական եւ ռազմական հարաբերություններ, բայց ունենալ մեծ սպասումներ, որ դու կարող ես ինչ-որ հաջողություններ հասնել, պետք չէ։ Այո, դու պիտի հարաբերություններ ունենաս, կարողանաս կառուցես արաբական երկրների մենապատիությունների հետ, որոնք նույն ձևի ավտորիտար են։ Յուրահատուկ հարաբերություններ գտնես շահեր ազգայինների հետ համընկնող հասկանալու նրանք ուրիշ իրաց մոտ իշխանությունները կառուցված են ուրիշ քաղաքական հիմքերի վրա։ Բայց Վրաստանը դա քրիստոնեական երկիր է։ Վրաստանը դա միշտ ցկտել է գնալ դեպի Եվրոպա եւ մտնել Եվրոպայի մեջ եւ ավելի արագ քայլերով է քայլում, քան թե Հայաստանը։ Երբ Վրաստանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը եւ սկսել գնալ ուրիշ ճանապարհի վրա, դու այդ դինամիկան պիտի հաշվի առնես, մանավանդ Վրաստանի կարևորությունը քեզ լոգիստիկայի հարցերի մեջ, բայց քեզ համար այստեղ բոլոր ռազմական հարաբերությունները, մնացած հարաբերությունները լինելու են երկրորդական գիրերով լոգիստիկայի հարցերից։ Քեզ համար Վրաստանը կա եւ կմնա որպես լոգիստիկական ճանապարհի խիստ կարևոր առաջնահերթ դա։ Առաջնահերթ եւ մնացած բոլոր քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսական հարաբերությունները պիտի ելնեն իմ կարծիքով դրանից։ Եվ այդ լոգիստիկական հարաբերություններում կարող է ունենալ ռազմական չափում ինչ-որ ձևով, բայց առաջին նորից եմ կրկնում, քեզ Վրաստանում այսօր հետաքրքրում է միայն լոգիստիկայի ճանապարհները։ Մնացած հնարավորությունները, որը դու կարող ես ունենալ, պետք է մի քիչ սպասել, որտեղ ես համոզված եմ, որ այսօրվա իշխանությունները երկար չեն ձգելու, որտեղ Վրաստանը 20 տարուց ավելի գնացել է եվրոպական ճանապարհում, դա նշանակում է, որ այնտեղ մեծացել է մի սերունդ, որ այդ ճանապարհի վրա է մեծացել, իրանց համար դա բնական է, իրանք դպրոց են գնացել, դպրոց են վճռացել, բիզնես են բացել, բիզնեսի մեջ են եվրոպական ստանդարտների մեջ, եվրոպական տնտեսության, հասարակության կազմակերպման որակի եւ բնության մեջ։ Դրա համար վաղը թե ուշ այս քամիները, երբ իշխանությունները իշխող վերնախավը, քաղաքական վերնախավը ելնելով իրենց էգոիստիկ շահերից, անձնական շահերից փոխել է դիրքորոշումը եւ օրիենտացիան, դա կվերջանա, ժամանակավոր է։ Մի տարուց հետո, 5 տարուց հետո փոփոխություն է ունենալու։ Այդ ժամանակ մենք կարող ենք խոսել ուրիշ հարաբերությունների մասին, նաեւ ռազմական, եվրոպական միության, ռազմական չափումների համակարգի մեջ եւ Վրաստանը եւ Հայաստանը ի վերջո կզբաղեցնի իր տեղը։ Կամ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ երկկողմանի Վրաստանը կունենա կշարունակի կվերականգնի իր հարաբերությունները, մենք կունենանք այդ ժամանակ մեզ մոտ կարող են ծնվել ինչ-որ ուրիշ հարաբերություններ ռազմական, բայց այսօր շատ հանգիստ, պրագմատիկ, հասկանալով, որ Վրաստանը խիստ կարևոր է, այո, բոլոր նախարարները պիտի գնան, բոլոր նախարարները պիտի խոսան, որ կարողանանք ապահովենք Վրաստանով անցնող կոմունիկացիաների բաց լինելը Հայաստանի տնտեսության համար եւ Հայաստանի համար մանավանդ եթե տեսնում եք, որ իրանական պատերազմը վերջանալու իմ միտք չկա եւ հույսեր չկա, այնտեղ երկար արնել այդ պատմությունը ցավոք սրտի։ Դրա համար Վրաստանը մնում է այլընտրանք։ Մինչև դու չկարողանաս, չգիտեմ, ինտելա ֆանտաստիկ այսօր Թուրքիայի հետ լուծես քո խնդիրները, ունենաս իրոք բացված ճանապարհներ, Թուրքիան հանում է բլոկադան, այդ ժամանակ դու Վրաստանի հետ կարող ես սկսել խոսել մի քիչ ուրիշ լեզվով, բայց այսօր քեզ համար դա միայն կոմունիկացիա է։
հիմնականում միայն կոմունիկացիա, եւ այդ խնդրին պիտի աշխատեն, պիտի օգնեն բոլոր մնացած հարաբերությունները։ Եվ Աստված չանի մտածել, որ դու կարող ես ունենալ ինչ-որ հարաբերություններ Վրաստանի հետ, որը ռազմական հարաբերություններ ունի Թուրքիա, Ադրբեջանի հետ, եւ ինչ-որ ձևով միանում ես այդ դաշինքին։ Դա կարող է տեղի ունենալ եւ Հայաստանը ընդունի իր կապիտուլյացիան եւ ընդունի, որ ինքը հրաժարվում է իր պետական ինքնիշխանությունից եւ մտնում է Թուրքիայի անվտանգության համակարգի մի տարն է դառնում։ Իմ կարծիքով ինձ համար դա ընդունելի է։ Իսկ ձեր ասացի էլի տրամաբանության մեջ եք, ասում եք, որ քաղաքական հարաբերությունների շարունակությունն է նաև ռազմական հարաբերություններ։ Դա այդպես է, ուժեղ է։ Այդ դեպքում ինչ ասել է, երբ վարչապետը վերջին անգամ Մոսկվայում էր, Պուտինի հետ հանդիպեց, հետո այստեղ Երևանում հայտարարեց, որ քննարկել են ինչ-որ նախաձեռնություններ կլինեն ռազմատեխնիկական ոլորտում նաև, հա։ Այդ դեպքում ինչ ասել է ռազմատեխնիկական նոր ինչ-որ գործակցություններ Ռուսաստանի հետ։ Չգիտեմ, շատ դժվար է վարչապետի խոսքերը ինչ-որ ձևով բացատրել կամ ինտերպրետացիա ունենալ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական հարաբերությունները հասված են նորի, զրոյի են հասված փաստորեն, որ մենք դադարեցրել ենք եւ փնտրում ենք ուրիշ ուղղություններ, եւ այդ ուղղությունների վրա մենք հստակ ճոկում ենք, ընտրում ենք այն գործընկերների հետ, որոնց մոտեցումները, ստանդարտները լրիվ ուրիշ են, արևմտյան են։ Եվ դու ոնց ես նորից խոսում, որ դու հետ ես գալիս Ռուսաստանի ստանդարտների, Ռուսաստանի ռազմատեխնիկական լուծումների, ինձ համար դա անհասկանալի է։ Եվ այստեղ նորից քո ռազմական հայտարարությունները, ռազմական ոլորտի հայտարարությունները ենթարկված են քաղաքական հայտարարությունների եւ քաղաքական հարաբերությունների։ Վարչապետը եւ Հայաստանի այսօրվա իշխող վերնախավը եղել է եւ մնում է Ռուսաստանի հետ ռազմական եւ քաղաքական հարաբերությունների մեջ ենթարկվում է Ռուսաստանի, մնում է տարածքի մեջ, եվրասիական տարածքի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը չի դուրս եկել եվրասիական տարածքից եւ մտադիր չի դուրս գալ այսօրվա իշխանությունները։ Դրա համար այդ առումով դա այդ շրջանակի մեջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրանք շարունակում իրենց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ այդ հարաբերությունները նաեւ կարող են ունենալ նորից ռազմատեխնիկական հարաբերություններ, տրամաբանական է, բայց ինձ համար անընդունելի։ Իմ կարծիքով Հայաստանը պիտի խզի ռազմական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնքի հետ։ Հայաստանը որպես նպատակ պիտի դնի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չլինի Ռուսաստանի ռազմական ներկայությունը, անվտանգության FSB-ի մնացած կառույցների ներկայությունը Հայաստանում մենք պիտի հանենք դա, որ կարողանանք ստանանք իսկապես արդեն իրական անկախության ստատուսը, որը մենք ունենք դե յուրե, բայց դե ֆակտո քո տարածքում ռազմական ներկայություն կա ուրիշ երկրի, որը քեզ համար թշնամական է։ Եվ մտածել, որ դու կարող ես Ռուսաստանի Դաշնության հետ ունենալ ուրիշ հարաբերություններ, շատ դժվար է, որովհետև 2020-23 թվականից ընդամենը 3 տարի է եւ իմ հասարակությունը, իմ ազգը չի մոռացել եւ երկար ժամանակ չի մոռանալու Ռուսաստանի Դաշնության տեղը, դերը եւ պահվածքը իմ պատերազմում։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ուղղակի ազդում է իր քաշի վրա, բայց այդ իրան ուրմունություններն է, ինքը դա մասին հայտարարել է եւ այստեղ ինձ համար նորություն չկա։ Նիկոլ Փաշինյանը եւ այսօր իշխող Վիրնախավը մնում է հետսովետական տրամաբանության մեջ, հետսովետական Հայաստանում, որը մնում է եվրասիական տարածքի մի մասն։ Դրա համար նորություն չկա այստեղ։ Բա արտաքին քաղաքականության մասով այստեղ հակասություն չի լինում։ Դա միայն դեկլարացիաներ են եւ հայտարարություններ են։ Ես չեմ տեսնում լուրջ քայլեր եւ մոտեցում եւ պատրաստություն իրոք սկսել կառուցել ուրիշ հարաբերություններ ուրիշ մակարդակի հետ, Եվրոպական միության հետ, ասենք Միացյալ Նահանգների հետ։ Այսօր ցավոք սրտի լոկ մնում են հայտարարություններ։ Պետք է սպասել ինչ ոնց կվերջանան ընտրությունները, շատ քիչ է մնացել այդ ժամանակ արդեն նոր իշխանությունների հետ, իմաստ կա այն ժամանակ այդ հարցերը կամ նորից դնել, եթե մնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսակցություն է հարկում, այն ժամանակ որպես հասարակություն, որպես փորձագետ, ես պիտի սկսեմ մտածել ոչ ճնշեմ իմ իշխանությունները, որ իրանք ի վերջո փոխեն իրենց ռազմավարական վեկտորը եւ Պուտինից, Եվրասիայից Էրդողանից նայեն դեպի արևմուտք, նայեն դեպի Հնդկաստան, դեպի Ճապոնիա, ի վերջո դեպի Չինաստան։ Եթե ուզում եք
ավտորիտար երկրների հետ հարաբերություններ կառուցեք, ի վերջո այսօր Եվրասիայում տիրում է Չինաստանը, Ռուսաստանը ընդամենը ենթարկվում է։ Այսօր եվրասիական տարածքը դա Չինաստանն է։ Կառուցի հարաբերություններ Չինաստանի հետ ուրիշ մակարդակի վրա։ Դա անհամեմատալի ավելի հեշտ խնդիր է, քան թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել, որտեղ այդ հարաբերությունները խիստ տոքսիկ են։ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին։ Ռուսաստանը ծախել է Հայաստանին։ Ելնելով իր ազգային շահերից եւ մտածել, որ քաղաքացիությունը մոտիկա 20 տարում կմոռանա դրա մասին, դա շատ սահմանափակակ մոտեցում է, որտեղ մենք անգամ մեծ կորուստներ ենք տարել, փաստորեն ամեն ընտանիք ունի իր կորուստները։ Մտածել, որ իրանք կմոռանան դրա մասին չի լինելով։ Դա շատ սահմանափակակ քաղաքականություն է եւ դա վերջ կունենա իհարկե։ Պարոն Արզումանյան, Կիպրոսում տեղի ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս երակողմ պաշտպանական խորհրդակցությունները, ընթացքում քննարկվել են երկկողմ, երակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքը, առաջիկա անելիքները, փոխանակվել կարծիքներ տարածաշրջանային միջազգային անվտանգության հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի միջև երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս երակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։ Այլ ինչ է տալիս սա օրինակ Հայաստանին, հա, որովհետեւ կարճ բան չէ, նաեւ ինչ որ եթե չեմ սխալվում համաժողովներ երակողմ անցկացնելու մասին, որոնք պետք է տեղի ունենային նաև Երևանում, հետո տեղի չունեցավ, ինչ կա այս ուղղությամբ աշխատանքներում։ Դե պետք է միայն ողջունել նման հարաբերությունները, նման քայլերը, իհարկե, որովհետև դա քայլեր են ճիշտ ուղղությամբ իմ կարծիքով։ Եվ այն, որ այդ կապերը ռազմական դիվանագիտությունը եւ ռազմական կապերը Հունաստանի հետ, Կիպրոսի հետ, Ֆրանսիայի հետ, Գերմանիայի հետ, Միացյալ Նահանգների չեն խորանում, այստեղ հիմնական մեղքը ոչ թե այն կողմի վրա է, պարտներների վրա, բայց Հայաստանի վրա, որտեղ Հայաստանը մնում է հապկի մաս։ Հայաստանը մնում է Ռուսաստանի ենթարկության տակ։ Եվ այդ վիճակում եւ դու մնում ես հապկում ուրիշ ռազմական ալյանսում մտածել, որ դու կարող ես ունենալ ավելի խոր հարաբերություններ ուրիշ երկրների հետ, արևմտյան երկրների հետ, Հնդկաստանի հետ, Ճապոնիայի հետ, Հարավային Կորեայի հետ եւ մնացածներ Ավստրալիայի հետ, դա մի քիչ սահմանափակ այդպես չի լինելու ժրայ։ Մենք դա մասին շատ ենք խոսել։ Մինչեւ դու մնում ես Ռուսաստանի ռազմական դաշնակից, բայց Հայաստանը այսօր մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը։ Մտածել, որ արևմտյան երկրները, ՆԱՏՕ-ի անդամները կարող են քեզ հետ ունենալ հարաբերություններ ուրիշ մակարդակի վրա ռազմական հարաբերություններ, դա շատ սահմանափակ մոտեցում է։ Իրանք չեն գնալ այդ քայլերին։ Իրանք լուրջ զենքեր չեն փոխանցելու։ Իրանք լուրջ լուծումներ, ենթակառուցվածքային լուծումներ ռազմական չեն ունենալ քեզ հետ։ Իրանք չեն կազմակերպելու փոխհարաբերությունը եւ փոխգործակցությունը ուրիշ մակարդակի վրա։ Իրանք քեզ օգնելու են, ասենք, կրթական համակարգում, քոսպայերի պատրաստման հետ, ուրիշ ոլորտներում, բայց պետք է հասկանալ, մինչև Հայաստանը չլուծի իր խնդիրները, մինչև ինքը վերջ չտա իր ռազմական հարաբերությունները կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, երկկողմանի եւ ալյանսների միջոցով, սպասել մեծ կտրուկ փոփոխություններ ուրիշ երկրների հետ, ուրիշ ալյանսների հետ պետք չէ։ Այո, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ կարող ես ունենալ, արևմտյան երկրների հետ կարող ես ունենալ, բայց դա լինելու է մակերեսորեն հարաբերություններ, խորքային ուրիշ քայլի անցնելու չի լինելու ժրայ։ Եվ նորից եմ կրկնում, դա Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության ընտրությունն է։ Հայաստանը չի գնում խորացման։ Մենք չենք պատրաստ դրան, ոչ թե Հունաստանը։ Այդ համատեքստում տեսեք անոնսավորվեց, որ Ֆրանսիայի նախագահն է գալու է մի քանի օրից Հայաստան եւ ստորագրվելու է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, որը վերաբերելու է նաեւ պաշտպանության ոլորտին ու տեխնոլոգիաների ոլորտին, հա։ Այս դեպքում էլ էլի գործակցությունը լինելու է այնքանով, որքանով։ Իհարկե, դա մնալու է դեկլարատիվ ստորագրման փաստաթուղթ, կմնա ներեցեք թուղթ, մինչև Հայաստանը չլուծի իր խնդիրները։ Դա կնշանակի ցույց կտա աշխարհին, ցույց կտա, որ Ֆրանսիան պատրաստ է։ Ես ստորագրում եմ, որ պատրաստ եմ, բայց դու պիտի լուծես քո խնդիրները։ Անհնար է ունենալ լուրջ հարաբերություններ Ֆրանսիայի հետ, որը չավոք սրտի այն փոփոխությունները, որը մենք տեսնում ենք Արևմուտքում, Միացյալ Նահանգների, Եվրոպայի մեջ այդ խնդիրները, որ առաջացել են, Ֆրանսիան, Գերմանիան, Վելիկաբրիտանիան դառնում են խիստ կարևոր, Մեծ Բրիտանիան, խիստ կարևոր իրաց դաշինքը, չէ՞։
եւ այդտեղ ունենալ ուրիշ հարաբերություններ Ֆրանսիայի հետ ռազմական դառնում է խիստ կարևոր Հայաստանի համար մեր եվրոպական ընտրության հետ քայլերով գնալու համար բայց այստեղ նորից եմ կրկնում մինչև Հայաստանը չլուծի իր ռազմական խնդիրները Ռուսաստանի Դաշնության հետ չփակի այդ հարաբերությունները դա կմնա ընդամենը պայմանագիր, որը չի գնում իմպլեմենտացիայի քայլեր, որը պիտի տեղի ունենան այդ պայմանագրից հետո ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, ոնց քայլ առ քայլ կստորագրվի, Ֆրանսիան ցույց կտա, որ ինքը պահում է ու պահպանում է հատուկ հարաբերություններ Հայաստանի հետ, դրանով կօգնի մեզ դիվանագիտական ոլորտում, քաղաքական ոլորտում, բայց իրական ռազմական ոլորտում, ռազմակառուցվածքային, ռազմական կառուցման ոլորտում նորից եմ կրկնում ներեցեք ես մասնագետ եմ սպասել որևէ լուրջ հարաբերություններ ես նույն Ֆրանսիայի տեղ չեմ գնա որտեղ վտանգավոր է ժրայր դու չես կարող երաշխիքներ տաս որ այն ինչ քեզ կփոխանցեն վաղը Ռուսաստանը քեզանից տեղից չի վերցնի Հայաստանին չհարցնելով որտեղ քո հարաբերությունները միացյալ Ռուսաստանի դաշինքի հետ մնում են ասիմետրիկ ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հանրադաշնության եւ Հայաստանի հանրապետության ասիմետրիկ են դու ենթարկվում ես հասկանում ես այդպես է կառուցվել եւ այդպես է ձևավորված եղել եւ մտածել Ռուսաստանը կընդունի եւ դու ունես Ֆրանսիայի հետ ուրիշ հարաբերություններ եւ մենք փորձում ենք այդ քայլեր անենք հիշեցեք Լավրովի հայտարարությունները Պուտինի հայտարարությունները մի մտածեք դրա մասին Եվրոմիության մասին մտածելը մեզ համար սպառնալիք է քեզ բացարձակ բարձ հրապարակորեն դրա մասին հայտարարում են ժիրայր եւ այդ խոսքերը Ռուսաստանի կողմից պետք է լուրջ ընդունել դա իրոք սպառնալիք է որ Հայաստանի Հանրապետություն մի մտածի, որ դու կարող ես իմ ենթարկությունից դուրս գաս։ Եվ այստեղ դա կարելի է հասկանալ, որովհետև Հայաստանը ռազմական անվտանգության ոլորտում խիստ կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը վերջին տառն է երկիրն է, որը ցույց է տալիս Ռուսաստանի անվտանգության ճարտարապետությունը Կովկասին պահել կայուն վիճակում։ Երբ ինքը կորցնում է Հայաստանը, իր մոտ տապալվում է ոչ թե միայն հարավային Կովկասի ճարտարապետության կտորամտանգության ճարտարապետության, բայց բոլոր Կովկասի մա պրոբլեմի ունենանում։ Այսօր արդեն հարցեր են հնչում հրապարակորեն, որ Չեչնյան այնքան էլ կայուն չի։ Հարաբերությունները Չեչնիայի եւ Ռուսաստանի մեջ այդքան էլ կայուն չեն, ինչքան կա, վաղը կարող է փոփոխություն լինի։ Ռուսաստանը կառուցել է Չեչնիան հզոր ռազմական ներուժով Եվ ինքը գիտի, որ ինքը չի կարողանալու վերահսկի այդ կարողությունը։ Եվ կորցնում է Հայաստանը, ինքը կան Դաղեստանում պրոբլեմները, որը կա պատերազմ Ուկրաինայի հետ, որը Սևծովես կողմն է գալիս Կրասնոդարը, Սոչի, այդ ոլորտում ինքը կորցնում է Հայաստանը, տապալում է ողջ համակարգը ժիրայր, ոչ թե միայն Հայաստանը։ Դրա համար Ռուսաստանի համար Հայաստանը խիստ կարևոր է։ Եվ դու դա պիտի հասկանաս քո հարաբերությունների մեջ պատրաստես եւ Հայաստանի դուրս գալը Ռուսաստանի Դաշնության երաշխավորման անձրևանոցներից, չգիտեմ խոսքերի կարելի չեմ ուզում հիմա փնտրացնել, դա լինելու է բարդ դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական օպերացիա, որը պիտի ծրագրավորես, տնտեսական իհարկե։ Դա բարդ օպերացիա է, դա միայն հայտարարություն չի, ոնց ես դու փակում քո ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, դու պիտի հաշվարկես եւ դիվանագիտական, եւ քաղաքական, եւ ռազմական, եւ տնտեսական, եւ լոգիստիկական պատրաստվես եւ հետո կայացնես, որովհետեւ մինչեւ դուրս չես գալիս այդ հարաբերություններից, դու չես ստանում հնարավորություն ունենալ ուրիշ հարաբերություններ։ Այսինքն հարաբերություններից դուրս գալացելով դուք նկատի ունեք Հայաստանը դուրս է գալիս հապկից եւ վերանայում է Ռուսաստանի հետ պայմանագրերը։ Վերանայում եւ Ռուսաստանի ռազմական ներկայացությունը, ռազմաբազան, սահմանապահները, մնացածները բոլորը հրաժեշտ են տալիս եւ դու ստանում ես երկիր, որտեղ չկա որևէ ուրիշ երկրի ռազմական ուժ։ Դու դառնում ես նեյտրալ այսօր, որովհետև չունես հնարավորություն միանալ ինչ-որ ռազմական դաշնակիցից, բայց դու բացա դուրս ես եկել
վերահսկողության տակից ես ստանում ես հնարավորություն կողքերիդ նայել, ես սկսել կառուցել երկիր, անկախ երկիր, որը դառնում է արդեն հայակենտրոն, դուք կենտրոնանում ես քեզ վրա, գիտես, որ կա 27-9 քառակուսի կիլոմետր, որտեղ քո վերահսկողության տակ է, ես սկսում ես այդտեղ կառուցել քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը, կառուցել քո տնտեսությունը, կառուցել քո երկիրը առանց Ռուսաստանի, փաստորեն կամ այլ երկրի ռազմական ներկայության եւ ճնշման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Զրուցակիցս ազգային եւ ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։